Վերջերս ազգային ժողով են բերում հերթական, որ պարտք պետք է վերցնենք այդ նման նախագիծ $50 միլիոն Սյունիքի համար։ Դե քանի որ Սյունիքի համար է ինչ որ ենթակառուցվածքների զարգացում եւ այլն, բոլորս կողմ ենք քվեարկում, բայց պատկերացրեք աբսուրդը հասել է նրան, որ հարցնում ենք, ասում ենք կոնկրետ ինչ ծրագրերի համար է նախատեսվում այս գումարը ծախսել։ Ասում որ վերցնենք, գնահատումներ կանենք եւ նոր ծրագրերը կմշակենք։ Ասում եմ ո՞նց է տենց հնարավոր, այսինքն դուք չունեք արդեն ծրագիր, որի հիման վրա գնահատել եք ձեզ ինչքան փող է պետք, նոր եք դիմել վարկ ստանալու։ Ասում եմ չէ, գումարը կվերցնենք, հետո կգնահատենք, թե ինչ ենք իրականացնելու։ Այսինքն սա երևի ինչ որ բյուջեի ճեղքված լրացնելու համար էր ավելի շատ, որովհետեւ մի քիչ անտրամաբանական է, գումարը վերցնես, բայց չիմանաս թե կոնկրետ ինչ ծրագրերի վրա է գնալու։ Շատ հստակ հասկանալ է ինձ համար ինչն է անում։ Վերցնում ես ընտրակաշարք բաժանելու համար, հետո դու ընտրելու ես ոչ թե զարգացման ծրագրեր ֆինանսավորելու համար, այլ դու ընտրելու ես նախընտրական այսպես խոստումներ տալու ինչ որ այս կամ այն ուղղություններով ձայներ կորցնելու համար, ուրիշ բան ես չեմ տեսնում։ Բացառվում է, որ այն ժամանակ ուղղակի մենք վարկ վերցնենք վարկային գիծ, առանց ուղղակի կապելով այդ վարկային գիծը կոնկրետ ծրագրի հետ։ Չի եղել այդպիսի բան։ Ասում չի եղել։ Այնինչ հիմա ես տեսնում եմ։ Եվ ենթադրում եմ նաև ներքին պարտքի այս տեմպերով աճեցնելը կապված է նաև նրա հետ, որ դու ուղղակի արժեթղթեր ես թողարկում, բանկերը առնում են, դու փողը ստանում ես եւ ոնց ուզում ծախսում ես։ Վարկային ծրագրի պարամետրերի հետ դու չես բախվում։ Այն ժամանակ բոլոր վարկերը եղել են նպատակային կոնկրետ ծրագրերի համար։ Եթե ճանապարհաշինարարությունն է, դու չես կարող ուրիշ բանի վրա ծախսել, վերջ հաշվետու ես նաև, եւ այլ, կամ փոքր միջին բիզնեսի վարկավորման համար։ Հիմա քանդվել է այդ համակարգը, որը ժամանակին կար այդ տեսանկյունից, ընդհանրապես քանդվել է։ Եվ այսօր հայտարարակ թվեր են 8 միլիարդ, ընդհանուր պարտքը մոտ 15 միլիարդ, եթե չեմ սխալվում 14-6, չէ՞։ Հա, շուտով 15-ը արդեն կլերանա։ Ամեն մի քաղաքացի պետք է իմանա հետևյալը։ Ամեն քաղաքացու վրա ներառյալ նորածին քաղաքացին մենք ունենք $5,000 չափ պարտք։ Միջին ընտանիքը $20,000 չափ պարտք ունի։ Եվ ամենից մեծ խնդիրը հետևյալի մեջ է, որ պարտքդ աճում է ավելի արագ, քան քո տնտեսությունը։